Վանի նահանգի Շատախ գավառի մասին ականատեսի վկայություններ քիչ կան։ Արմատներով շատախցի Սուրեն Կասյանը 2015 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին է հանձնել իր հոր Սերոբ Քոսյանի ձեռագրերը, պատմություն Շատախի, շատախցիների, նրանց կենցաղավարության, ավանդույթների և ցեղասպանության, գաղթի ճամփեքի հայրենազրկման մասին։ Սերոբ Քոսյանը 70 տարեկանում է սկսել գրել իր հուշերը հայրենի Շատախի մասին, ինչպես էին ապրում մինչև ցեղասպանությունը, ինչպես ամբողջ Գերդաստանից միայն ինքն ու քույրը 12-ամյա Արշալույսը ողջ մնացին, բայց գաղթի ճամփեքով անցնելիս քույրը մնաց Բերքրի գետի ալիքների մեջ։ Հայրս Շատախում ծխական դպրոցի աշակերտ է եղել, նա գրող չէր, ուղղակի նա վերապրելով այդ հուշերները կարոտը, նա կարողացել է գրի առնել և մեզ ժառանգություն թողել այդ գրառումները։ 16-ամյա Սերոբը մնաց մենակ, անցավ Արևելյան Հայաստան, վերակտավ իրեն, ընտանիք կազմեց ու 70 տարեկանում որոշեց Շատախի պատմության մասին գրել, վերհիշելով հայկական բնակավայրերը։ Նաև ձեռքով Շատախի քարտեզը գծեց։ Թույլ տվեք նաև ասել, որ ոչ միայն Գերդաստանի պատմություն է, այլև մի ամբողջ բնակավայրի պատմություն է, և Սերոբ Քոսյանը կարելի է ասել հրկել է այդ պատմությունը վերահաս կորստից, դրանով է նաև բացառիկ այս գիրքը, և գիրքը ոչ միայն Գերդաստանի պատմություն է, այլև Շատախը, շատախցիները իրենց էթնոմշակութային առանձնահատկություններով, սկսած լեզվից, կենցաղից, նիստուկացից, ավանդույթներից։ Էլինա Միրզոյանը ուսումնասիրել է Սերոբ Քոսյանի ձեռագրերը ու դրանց հիման վրա կազմել Նորահայտ Շատախը, հայոց ցեղասպանությունը վերապրած շատախցու հուշագրությունը գիրքը։ Այն էլ այդ տարիքում պահպանել սեփական արմատների պատմությունը, ընդ որում ոչ միայն քո Գերդաստանի, այլև ամբողջ բնակավայրի, և այդ տարիքում, ինչպես ինքն էր ասում, սփոփանք իմ անմեղ երազանքներին։ Երբ որ ձեռագիրը կարդում ես, հասկանում ես, որ շատ զուսպ, իդեպ ես ասեմ, ես ձեռագիրը շատ պատահական տեսա, շատ կոկիկ գրված ձեռագիր, ինչը և ինձ գրավեց, և ես ձեռագրով գնացի այդ աշխատանքը ուսումնասիրելու, հետազոտելու։ Գրքում զետեղված են պատմական լուսանկարներ, ինչպես նաև Շատախի քարտեզը։ Հեղինակը գրել է նաև Շատախի բարբառով, ինչի շնորհիվ մեզ թողել է 280-ից ավելի բարբառային բառ։ Նորահայտ Շատախը, հայոց ցեղասպանությունը վերապրած շատախցու հուշագրությունը գիրքը, բացառիկ հուշագրություն է, այն ոչ միայն շատախցիների, այլև ցեղասպանված մի ամբողջ ժողովրդի պատմությունն է, որի ողբերգական ընջերում վերակենդանացել են մեր մտավոր արժեքները, բարբառները, մշակույթը, ավանդույթները, իր հողի վրա ապրած հազարավոր գերդաստանների կիսատ մնացած ճակատագրերը։